եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ որ մարդ աչքերը բացում է, առաջի հայացքը ողջի ասում։ Ծառան իր տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար եղան։ Բարելույս էլի բարեկամներ, մեր համակարգիչը մի քիչ խախտվում է, բայց միացանք, շատ լավ։ Բարելույս բոլորին, սիրելի քուրեր եղբայրներ, շնորհակալ եմ, որ միացաք մեզ եւ այսօր շարունակում ենք մեր եթերը ջանասիրաբար եւ մեր հյուրն է մեր սիրելի Գառնիկ Աբրահամյան եղբայրը, Արցախի հայ մկրտական եկեղեցու հովիվն է եւ կարծես թե չպայմանավորված, բայց կարծես երկու շաբթի օրերը երբեմն մերն է դառնում, այսպես շնորհակալ եմ եղբայրս։ Ես եմ շնորհակալ Աբրահամ եղբայրը։ Փարտիրոջը եւ անցնենք թեմայի մասին զրույցին, մի փոքր նախաբան, այսօրվա թեման շատ կարևոր թեմա է եւ նաեւ իր մեջ ցուցիչներ ունի, այսինքն հոգեվոր արժեքների հետ կապված սուրբ հոգու պտուղ նաեւ այդ իմաստով վերնագիրը չձանձրանաք բարի գործելուց շեշտը ինչի վրա է լինելու Չձանձրանալու բարի գործելուց չձանձրանալու հասկացա ինչպես որ գրված է գիտես Աբրահամ եղբայր ջան շատ նուրբ է մարդկային կյանքը եւ այդ նրբությունները նա ով մեզ ստեղծել է նրա աչքի առաջին պարզ առանց որևէ անհասկանալի բան չկա որովհետեւ գիտենք բոլորս որ բարի գործելու տարբեր դրդապատճառներ կան կյանքում այո ճիշտ է այնպես չէ որ բարիք են գործում որովհետև մեծամասամբ էլի սրտերը ցավից մեռնում է մարդկանց դժվարությունների կամ դժվարությունների համար ցույց նստենք շիդակ խոսենք եղբայր ջան մանավանդ երբ որ օրինակի համար սկսում են ընտրություններ չգիտես էն էս անգատուն այցելել խոստումներ չէ բացի խոստումներից կարող են եւ ցուցադրաբար ինչ որ բաներ անել մարդիկ եւ բայց մենք այդ մասին չէ մենք ես ուզում եմ որ մենք խոսենք Աբրահամ եղբայր ջան երբ մենք ճշմարիտ բարիք ենք գործում ըստ Աստծո ուզածի եւ Սուրբ Գիրքը մեզ զգուշացնում է ասում է չձանձրանաք եթե Աստված գիտենար որ այնտեղ ձանձրանալու որևէ նյութ չկա որևէ առիթ չկա դժվար թե մեզ զգուշացներ այդ բանի համար բայց մենք քիչ թե շատ որ վերջապես Աստծո գործի մեջ ենք, այսպես թե այնպես, ուզենք թե չուզենք նույնիսկ մենք լինում ենք այդպիսի գործերի մեջ եւ տեսնում ենք որ այո նրա մեջ ծանրույթ կա, նրա մեջ ջղայնություն կա, նրա մեջ մոմենտներ կա, որ մարդը, ասենք, չես տեսել օրինակի համար, որ հանդիպում ես մարդկանց, քրիստոնյա մարդկանց։ Ես օրինակ տեսել եմ, որ ասում են, «Այս աշխարհում դիլավություն չանես»։ Հա Չես տեսել։ Ու անկեղծ ասում ինքը։ Շատ։ Եթե հարցնես, ասես, ինչի քույր ջան, ինչի եղբայր ջան, ինչի համար։ Ասում նստի, ես քեզ հանգամանորեն բացատրեմ։ Ու սկսեք ես բացատրել։ Ես մարդուն 10 մատս մոմարեցի, վառեցի, ես կոմին, այսպես պատասխանեց, էսի սենց պատասխանեց։ ու ճիշտ ասում։ Ճիշտ չի ասում, ճիշտ ասում եւ այլն։ Եվ սա է որ ցանցրանալ է տալիս մարդուն, որ մարդը սկսում է հիասթափվել այդ ամեն ինչից։ Բայց Սուրբ Գիրքը մեզ ասում է՝ բարիք գործենք չէ ձանձրանանք։ Այսինքն եթե կա ձանձրույթ, ուրեմն մի բան ինչի հոգևոր կյանքում։ Գիտես ինչ, այդպես չեմ ուզում ասել, թե մի բան ինչի, բայց երբ նկատում ենք մեր մեջ, հիշենք այս խոսքը։ Եվ դրա դեմ էլ պատերազմենք։ Շատ լավ։ Եվ ուղղակի ես մի այսպիսի բան ասեմ, էլի, կանոն ասեմ։ Եթե ես բարիք եմ գործում
եւ իմ բարեգործությանս պատասխանը ում որ գործել եմ նրանից եմ սպասում այդ ժամանակ է ցանրույթով Դա հենց էդի նորմալ չի։ Այո բայց երբ ես երկնքից եմ սպասում եղբայր ջան եւ ես ընդհանրապես չեմ նայում եթե ես ինձ դաստիարակել եմ արդեն այդպես դժվար է ցանրանալ ինչպես որ Աստված չի ցանրանում մեզ առավոտից իրիկով բարիք գործելուց Այո շատ կարևոր թեմա է ես հիշեցի առակը որ ասում է դե երբ էիր բանտում որ եկանք երբ էիր ծառա որ ջուր տվի այսինքն ինքան ինքնամոռաց դավթար չունեն որ մեջը գրեն ինչ արեցինք ոնց արեցինք երբ էս տալու չէ շատ հետաքրքիր թեմա շատ լավ եկեք մի երկից հետո ուրեմն շարունակենք այս թեման մեր Գարնիկ եղբայրը բերել է եւ այս թեման շատ կարեւոր է լսենք եւ ընդունենք իսկ հիմա Արայիկ Թովմասյան եւ ուրեմն Արայիկ Թովմասյան եղբոր կատարմամբ թեև թզենին չծաղկի եկեք ըմբոշխնենք այս երգը Ծաղկի որդերին էլ բերք չլինի ցիթենու արցունքը սատի արտերը կերակուր չտան կտրվի ոչխարը փարախից եւ արջար չլինի գոմերու սակայն տերով պիտի ցանցամ փրկության աստծով ուրախանամ Տեր Եհովան իմ զորություն է ոտքերս նա հաստատում է իմ գլուխը բարձրացնում է իր ծառային զորացնում է Նեղության օրը կանչեցի և նա ինձ պատասխան տվեց իմ ամեն վախերից ազատեց և ես Տերով պիտի ցնցամ փրկության աստծով ուրախանամ Տեր Եհովան իմ զորություն է ոտքերս նա հաստատում է իմ գլուխը բարձրացնում է իր ծառային զորացնում է սակայն Տերով պիտի ցնցամ փրկության աստծով ուրախանամ Տեր Եհովան իմ զորություն է ոտքերս նա հաստատում է իմ գլուխը բարձրացնում է իր ծառային զորացնում է իր ծառային զորացնում է իր ծառային զորացնում է Այո, փարտ իրոջը հրաշալի երգ է, իրոք հրաշալի երգ եւ մեզ մխիթարող եւ զորացնող այս խոսքերը իրոք թող պատրաստեն մեր սրտերը իր խոսքի
համար։ Գարնիկ եղբայր շնորհակալ եմ եւ սիրով լսում ենք քեզ եղբայրս։ Ես եմ շնորհակալ եղբայր ջան։ Խոսքը որ արդեն ասեցինք նախաբանի մեջ գրված է երկրորդ Թեսաղոնիկեցիներին գրված Պողոս առաքյալի նամակի 3-րդ գլխի 13-րդ խոսքն է, որ այսպես է. բայց դուք եղբայրներ մի ծանծրանաք բարիք գործելուց։ Ու մի քիչ այդպես խոսեցինք, ասեցինք, որ բարիք գործել դա յուրաքանչյուր քրիստոնյայի էության մեջ պետք է լինի։ Իհարկե մենք չենք կարող բարիք գործեր անել, որ փրկվենք, բայց մենք փրկվում ենք, որ բարիք գործեր անենք։ Ամեն շատ ճիշտ է։ Դա ցուցիչն է իմ փրկության։ Երբ ես եւ դու աչ նայեմ, ցախ նայեմ, ես տեսնում եմ որտեղ իմ ձեռքը հասնում է, որտեղ ես կարող եմ որևէ բան անել, չեմ անում որ փրկվեմ։ Փրկվել եմ, նոր էություն եմ ստացել եւ այդ նոր էությունը դրա ցուցիչը հենց այն է, որ ես չեմ կարող բարիք չգործեմ։ Ինչպես որ հարբեցողը չի կարող չխմի, ինչպես որ մյուս մեղքերի մեջ մեր ապրած ժամանակ, երբ որ մենք, ես ինչ գիտեմ ինչ հազար տեսակ մեղքերի մեջ էինք, չէինք կարողանում չանել այդ բաները։ Ուժ չունեինք, զորություն չունեինք, մեղքի կերի էինք։ Հիմա էլ պետք է բարության կերի լինենք։ Կերի լինենք այդ բարությանը։ Սա վերինաշրջանի կարևոր հարց է, որովհետև մենք օրինակ այսպես նայում ենք, որ մենք ավելի շատ խոսք, այս եղբայրը ինչ լավ ասեց, ինչ լավ խոսեց, ինչ ես դեմ չեմ, ես էլ եմ սիրում, երբ որ իմաստուն խոսք կա, ես էլ եմ սիրում լսել իմաստուն խոսքը, ես էլ եմ սիրում ասու խոսքը, հասկանում եք, մեկնաբանությունը, ճիշտ մեկնաբանությունը, որ հոգիդ հանգստացնում է, խաղաղեցնում է եւ այլն, բայց հավատն առանց գործերի գրված է, մեռած է, այդպես չի կարող լինել։ Եվ այստեղ ես ավելի շատ ուզում եմ այսպես Պողոս առաքյալի այդ խոսքի վրա ակցենտ դնել չծանծրանալ բարի վրա։ Եթե բարիք գործելու մեջ ծանծրույթ չլիներ, հիասթափություն չլիներ, դժվար է Սուրբ Գիրքը մեզ զգուշացներ, թե չծանծրանաք։ Սկզբից ասում եմ ձեզ, որ դուք չծանծրանաք։ Օրինակ ես նկատել ես, որ մանավանդ մեզ մոտ Հայաստանում, ասենք, եթե կան օրինակ, ասենք, ճանաչված հարուստ մարդիկ, ժողովուրդը մի տեսակ այսպես սովորություն ունի, որ իր վրա ասում են, այսինչ բարեգործը։ Գիտես ինչ, ես ես նկատում եմ, որ մի տեսակ մենք մեր վրայից այդ գործը հանում ենք, մենք դրա մեջ սա իրան պաշտոն ենք տվել իրան, էլի ասում ենք բարեգործ է ինքը։ Այդ իմ պարտականությունը խո չի, ես խո բարեգործ չեմ։ Ես այդքան չունեմ, հա, հազիվ յոլ եմ գնում։ Կամ ես այդքան չունեմ, հա, ես ինչ ունեմ, որ մի անտամալոյից տղա կար, որ լրիվ պարալիզված եղած էր, եւ իր տանից մի 20 մետր ենկոմ միշտ գնացք էր անցնում, էլի, գնացքի այդ գիծը կար, բան չուներ անելու, իրան լուսամուտի մոտ էին բերում, եւ ինքը միշտ այդ լուսամուտից նայում էր, դուրս էր նայում, եւ ոնց եղավ, որ այդ մեքենավարը, որ միշտ անցնում էր այդտեղից, նկատեց այդ տղային, որ միշտ ամեն անգամ դեղ նայում է։ Եվ հաջորդ անգամ, որ ինքը արդեն անցավ, սկսեց սիգնալ տալ։ Մեկ, երկուս եւ այստեղան նկատեց եւ իրան սկսեց ձեռքով անել։ Թե ինչպեսի մեծ ուրախությամբ էր լցվում այս տղայի սիրտը, թե ինչպեսի տրոփյունով սպասում էր այդ գնացքին, որ հեսա մեքենավարը գալու է ու իրան սիգնալ է տալու, օրինակ։ Գիտեք սիրելիներ, մեր հին եկեղեցու հայրերից, Սուրբ առաքելական եկեղեցու հայրերից մեկ այսպես է ասել։ Ասել է, եթե բարի գործելը միայն տալն է, ուրեմն բարեգործ կարող են լինել միայն հարուստները։ Աղքատները ինչպես բարեգործ լինեն, երբ չունեն տալու, որ դու ասեցիր, թե ես ինչ ունեմ, այդպես ասում են, չեմ ենք, ես ինչ ունեմ, որ տամ։ Օրինակին պատմած այդ օրինակի մեջ ինչ ընդամենը մի կնոպկա է, էլի, սեղմում ես, բայց ինչ ուրախություն ես պարգևում, հա, այդ մարդուն,
ինքը շատ էր ուրախանում, որ Մխիթարվում է։ այո, Մեկ իրան նկատել է։ իրան նկատում է այդ մեծ գնացքի մեքենավարը, իրան նկատում է եւ ինքը դրանից ուրախանում է։ Սիրելիներ, չկա այդպիսի մարդ, այդպիսի իրավիճակ, որտեղ որ հնարավոր չլինի, որ մենք որևէ բարիք գործենք։ Քիչ թե շատ։ Նշանակ քիչ ու շատ չկա։ Այդպիսի բան գոյություն չունի, բարիք գործենք ամենտեղ։ Որովհետև գրված է այսպես լուսավորե ձեր լույսը մարդկանց առաջին, տեսեք ինչ ասում, որ ձեր բարի գործերը տեսնեն եւ փառավորեն ձեր հորը, որ երկնքում է։ Մենք հավատացյալներս մի քիչ ավելի շատ սիրում ենք մարդկանց ժողովրդի մեր սրբությունը ցույց տանք։ Ես մի տեսակ նկատել ենք, էլի գիտենք, որ ասենք կան հավատացյալներ, որտեղ ապրում են, որտեղ աշխատում են եւ այլն, ամեն կերպ ուզում են իրենց տարբերությունը ցույց տալ, որ իրենք այնպեսին չեն, ինչպեսին բոլոր մարդիկ։ Այն որ ես եւ դու սրբության ցկտում ունենք, վերին աշխանի լավ է, վերին աշխանի լավ է, բայց երբ որ ես միայն իմ սրբությունն եմ ուզում ցույց տալ, կամ ես միայն այդ մասին եմ մտածում կարծես թե իմ սուրբ լինելուց իմ հարևանները օգուտ չունեն։ Դիմացի մարդը, որ ես թեկուզ եւ իրոք ես սուրբ եմ, ես չեմ ասում վադա, որ ես սուրբ եմ։ Բայց ինձ ինչ օգուտ, որ դու սուրբ ես։ Բայց եթե ես բարեգործ եմ, բոլորը օգուտ ունեն դրանից, մենակ ես չեմ։ Ձեր վարկը հետանոցների մեջ բարի պահեցեք, որ ինչ բանով որ ձեզ չարագործների պես բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով փառավորեն Աստծուն այցելության օրը։ Պետրոս առաքյալն է գրում իր առաջին թղթում 2:12։ Թող Տիրոջ հոգին իրոք մեզ, այսպես ոնց ասեմ, արթնացնի մեզ, որ մենք մեր չորս բոլորը նայենք։ Այսօր սիրելի եղբայրներ, քույրեր, ես չեմ ասում աշխարհի մարդիկ, հենց նկատի ունեմ մեզ հավատացյալներից։ Մենք ամեն ինչի մեջ կարող ենք ցկտվել, լավ քարոզիչներ լինել, լավ երկիչներ լինել, լավ ես ինչ գիտեմ գործեր, ավետարանչական չգիտեմ ինչեր կազմակերպել, խոսել եւ այլն, սակայն կարող ենք տարիներով ապրել մեկի կողքը եւ չնկատել, որ ինչպես որ այդ իմպերատորինակի մեջ ընդամենը մի հատ որ ժպտանք այդ մարդուն մեծ ուրախություն բարգեւած կլինենք սիրելիներ։ Մեր երկրի վրա ապրելու նպատակը դա է սիրելիներ։ Ես չեմ ասում Սուրբ Գիրքն է ասում է վասնզի նրա ստեղծվածն ենք Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար։ Մենք նրա ստեղծվածն ենք, կրկնում եմ, բարի գործերի համար։ Սա պետք է լինի մեր ամենաառաջին առաքելությունը, որոնց համար Աստված առաջուց պատրաստեց մեզ, որ նրանցում վարվենք։ Մենք դրա համար ենք ստեղծված։ Եվ թող Աստված միշտ մեր սրտի հոգու մեջ մեր առաքելությունը հիշեցնի սիրելիներ, որ մենք գիտենանք, որ մենք դրա համար ենք ստեղծված եւ կարդացինք, որ ասում է տեսնելով ձեր բարի գործերը փառավորեն Աստծուն։ Աստծո փառքի համար։ Այո, որ Աստծո անունը փառավորվի։ Որ Աստծո անունը փառավորվի։ Մենք ասում ենք փառք քեզ Տեր ջան, փառք քեզ Տեր, խոսք է դա։ Լավ ենք անում, ես էլ եմ ասում, դու էլ ես ասում, բոլորս էլ ասում ենք, բայց այդպես չի փառավորվում Աստված։ Աստված փառավորվում է, երբ որ ես ու դու նկատում ենք այդ բաները, նկատում ենք շատ նրբություններ։ Նրբանկատ։ Այո, շատ ֆայմ, ինչ լավ բառ է, չէ՞։ Երբ որ մենք ֆայմով մարդիկ ենք, երբ որ նրբանկատ մարդիկ ենք, ամեն հասարակ տեղը պարտադիր չի, որ դու միլիարդատեր լինես, որ կարողանաս բարիք գործել։ Պարտադիր չի մուրան քեզնից, որ ստիպված լինես տալու։ Նկատես եւ մի ամերիկացի
միլիարդատեր Շտերն, եթե չեմ սխալվում, այդպիսի ազգանունով մեկն է եղել, որը իր 80-ամյակն էին տոնում, միլիարդատերի 80-ամյակը ոնց կտոնեն, էլի, ես իմ թանգանոց մի Ամերիկայում ռեստորանում սեղանները կոտրվում էին այն ամենաքաղցր պարիկներից, ես իմ ինչերից եւ այլն։ Դե պարզ է, որ այս աշխարհում չկար մի բան, որ միլիարդատերը որևէ, ոնց ասեմ, ուրախություն, որից ինքը չկարողանար օգտվել կամ եւ այնտեղ ինչ որ մի թերթի կորեսպոնդենտ կար, որ մոտեցավ նրան եւ ասեց, թե ո՞րն է ձեր կյանքի ամենաերջանիկ, ամենաուրախալի օրը եղել ձեր 80 տարեկան մարդիկ։ Եվ նա այսպես պատասխանեց, ասեց, պատերազմի ժամանակ, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ես գտնվում էի համակենտրոնացման ճամբարում։ Ասում է, ձմեռ էր եւ անտանելի ցուրտ էր, շատ։ Մենք կլինեինք, ասում է, մի 20 թե 25 հոգի իրանց բառակում, որտեղ որ ինքը ապրել է։ Մի ադյալ կար, ասում է, ընդամենը, եւ ամեն գիշեր հերթով այդ ադյալը պատկանում էր այսօր ինձ, վաղը քեզ, մյուս օրը 20 օրը մեկ էր հասնում, ասում է, այդ ադյալը ինձ։ Եվ իմ հերթն էր, ասում է, ադյալը, ադյալով քնելու այդ ցրտին։ Ասում է, ում հերթն էր, դա ամենաերջանիկ օրն էր։ Գիշերը անտանելի ցուրտ էր։ Եվ ասում է, ուրախությամբ այդ ադյալը վերցրեցի, արդեն ոսկորներս, ասում է, սառած էին։ Գցեցի վրաս, ասում է, մեկ էլ ասում է, աչքս ընկավ, մի ծերուկ կար, ասում է, շատ հյուծված, որ այնպես էր տողում, հենց էր տողում, որ ասում է, ադամների ձայնը լսում էր։ Եվ մեջս, ասում է, պատերազմ սկսվեց։ Մի կողմից խիղճս է տանջում, ասում է, նայում եմ այդ ծերուկին։ Ախր մյուս կողմից ասում է, համենատե ամիսը մի անգամ էսպիսի հաջողություն լինում էլի, որ ես կարողանամ այս ադյալով քնեմ։ Վերջապես ասում է, այդ պատերազմում, սրտիս միջի պատերազմում թույլ տվեցի, որ բարին հաղթի։ Եվ ադյալը տվեցի ծերուկին։ Ավելի ուրախալի օր, ասում է, ես չեմ ունեցել իմ կյանքի մեջ։ Բարիք գործելու սիրելիներ ցնծում է մարդկային հոգին։ Աստված այդպես է ստեղծել։ Այո, որովհետև կարտացինք, որ մենք դրա համար ենք ստեղծված։ Ֆրոզեկի կինոն հիշում ես, որ ասում բոլորը ասում են դուր, չես ինձ, ես իմը ինձ, բոլորը ինձ, կոլը ինձ, այո, բայց տալը լավ է ասում, որտեղ Աստված այդպես է։ Այո, եղբայր ջան, ֆրոզիկը չէ, ես կարդում եմ Սուրբ Գիրքը, ճիշտ է ասում, բան չունեմ ասելու, որ Աստված մարդուն տենց է ստեղծել, ինքը ճիշտ է ասում, այդպես է ստեղծել, որ դու քեզ խանգարում է քո մեղավոր բնությունը բարիք գործելու, ինձ խանգարում է, այո, խանգարում է։ Ես մի անգամ այդ օրինակը բերել եմ այստեղ, որ մի անգամ ես Հյուսիսային պողոտայում էի, այստեղ Երևանում։ Մի MBC հնդկական անձրև սկսվեց, հա, այն որ ոնց որ դույլով լցնեն մարդու գլխին, ու ծնախառն, ցուրտ, այդպիսի հնարավոր չի, որ դու փողոցում մնաս, ամեկը փախել են, մեկը նավեսի տակ կանգնած, մեկը խանութ ամդել, ես էլ այդպես կանգնել եմ մի բանի տակ, նավեսի տակ, սպասում եմ, որ մի քիչ մեղմանա, գնամ։ Եվ աչքս ընկավ, որ այդպիսի ցուրտ վիճակի մեջ, այդ անձրևը վերևից այդպես դույլով լցնում է, մի հատ կին նստած հենց տրոտուարի վրա մուրացկանություն է անում։ Ես հասկանում եմ, որ հասկանում եք մարդկանց խղճի վրա են ուզում ազդել, բան անել, ես բոլորը հասկանում, բայց ամեն դեպքում մարդ ես, էլի նայում ես, ասում ես, ու դրան գումարած երեխեն էլ գիրկը։ Վաու։ Այսպես որ նայեցի, ասի որ հիմա որ գնամ մեքենայի մոտ, իրա մոտով անցնեմ, մի բան տամ իրան, այդ մուրացկանին։ Եվ երբ որ եկա ես հասա իրա մոտ, ձեռքս տարա կրբանս, որ պիտի հանեմ ինչ-որ մի բան տամ, կրբանիս մեջ մի հատ 20,000 նոց կար, հեչ բան չկար։
ու անտեսանելի մի զորավոր ուժ ցերկս կրբանիցս չի թողնում դուրս գա։ Ես զգում եմ, որ ես չեմ կարողանում հանել ցերկս կրբանից։ Չեմ կարող, ես կմտածում եի, որ ասենք մի կոպեկներ տամ կամ ես ինչ գիտեմ, 1000 դրամ կամ բան ուրիշ։ Ես չեմ ուզում եղբայրներ քույրեր ասել տվեցի, չտվեցի, հերոսություն արեցի, չարեցի։ Ես ուզում եմ այդ ուժի մասին ասել, որ ինքը կա մեր մեջ, որ ինքը խանգարում է մեզ բարին գործելու։ Ինքը չի թողնում, որ մենք այդ բան անենք։ Պողոս առաքյալը ոնց է ասում հռոմեացին, բարին գործել, կամենալը կա իմ մեջ։ Ինքը տեսնում է, որ ինքը դրա համար է ստեղծված։ Եթե ես տեսնում եմ, որ ես բարին սիրում եմ ես, կա իմ մեջ, բայց անելը չեմ գտնում։ Երբ ուզում եմ բարին անել, ասում եմ իմ անդամներում մեկ այլ օրենք եմ տեսնում, որ հակառակվում է այդ օրենքին, իմ բարիք գործելու օրենքին։ Սա մեր հոգեվիճակի մասին եմ ասում, բայց ուզում եմ ես վերադառնալ սիրելիներ բարիք գործելու այդ հիասթափության վիճակներին, որ կարող են մեզ պատել։ Դրա համար է Սուրբ Գիրքը մեզ զգուշացնում, որ բարիք գործենք, չծանծրանանք եղբայրներ։ Նրա մեջ այո ծանծրույթ կա։ Երբ որ մենք կարդանք օրինակ Մատթեոսի ավետարանի 17-րդ գլխի մեջ մի րոպե ես փորձեմ Մատթեոս 17-րդ գլուխ 14-ից 17 խոսքերը կարդամ։ Եվ երբ որ նրանք ժողովրդի մոտ եկան, մի մարդ մոտեցավ նրան եւ առաջը ծունկ տնելով ասում էր. Տեր, իմ որդուն ողորմիր, որ լուսնոտվում է եւ չարաչար տանջվում է, որովհետեւ շատ անգամ կրակ դենգնում եւ շատ անգամ ջուրը։ Եվ ես նրան քո աշակերտների մոտ բերի եւ չկարողացան նրան բժշկել։ Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Ով անավատ եւ խոտորյալ ազգ, մինչեւ երբ պիտի ցես հետ լինեմ, մինչեւ երբ պիտի ցես համբերեմ, նրան ինձ մոտ բերեք այստեղ։ Եվ Հիսուսը նրան սաստեց եւ այլն եւ այլն։ Եվ մենք տեսնում ենք սիրելիներ, Տերը, որ միայն բարություն էր անում, ինքն էլ կար պահեր, որ ասում էր մինչև երբ պիտի ցես համբերեմ, բայց ամեն դեպքում, այո, այդ զայրույթը, այդ ծանծրույթը գալիս է մեր մեջ, բայց ամեն դեպքում ասես նրան ինձ մոտ բերեք։ Տեսնում եք, զայրույթը նկատվում չէ, որ ինքը արդեն հոգնել է այդ անհավատությունից, այդ անշնորհակալությունից, այդ ամեն ինչից եւ այլն, բայց ամեն դեպքում սիրելիներ ասում է նրան ինձ մոտ բերեք։ Կլինի մեր կյանքի մեջ այդպես իրավիճակներ, եթե Տիրոջ մոտ կլինի, մեզ մոտ էլ կլինի սիրելիներ, բայց դա չի նշանակում, որ ինչպես սկզբից ասացինք, որ մարդիկ կան, որ նման եզրակացության են գալիս, որ այս աշխարհում պետքա չանես բարիք, չպետք է անես բարիք։ Սա սխալ եզրակացություն է, սիրելիներ։ Այո, ծանծրույթ լինելու է, այո, զայրույթ է լինելու, անշնորհակալություն, այո, ապերախտություն է լինելու, ամեն դեպքում դու արա, բայց նաև սպասի, որ այդպեսի բան է լինելու, չէ՞։ Տեսեք, օրինակ, երբ որ դու բարին ես գործում, մարդը ոչ թե մտածում է, թե ինչ ոնց անեմ, ես էլ իր նման բարիք գործեմ։ Մարդը նույն րոպե մտածում է, էլ ինչ կարող եմ իրանից պոկեմ։ Մենք բոլորս տենց ենք, ես որ ասում եմ մարդը, ես ինձ նկատի ունեմ, իմ մեջ եմ տեսել այդ բանը ես, առաջ երթին։ Ես տեսել եմ այդ բանը, եղել է կյանքում, որ ինձի բարիք են գործել շատ, չարիք էլ են գործել, բայց բարիք էլ են գործել ինձի։ Եվ երբ որ ես նկատել եմ, որ ինչ-որ մեկը այդպեսի բան ունի, թեկում ունի, բարություն ունի եւ այլն, ես իմ մեջ տեսել եմ, թե չեք տեսել, որ կամ չեք լսել, կամ չեք արել երբեք։ Ես ասում եմ դիսի բաներ, որ մեր կյանքի մեջ, երբ որ մենք տեսնում ենք, որ որևէ մեկից ինչ-որ ակնկալիք կարելի է ունենալ, ոնց են ծամացարվում մարդիկ, ոնց են խեղճիկ տեսք ընդունում մարդիկ, ոնց են մենք այդ դերասանությունները, որ մեզ խղճան, որ մեզ խնջահարվեն եւ այլն, սիրելի եղբայրներ, քույրեր, երբ որ մենք տեսնում ենք որևէ մեկին բարիք գործելուց, մենք այդպես չպետք է պատասխանենք, մենք պետք է խանդ ունենանք, որ ես էլ ավելի բարին անեմ, այրանից էդի պետք է սովորենք։ Ես հիշում եմ մի անգամ
միտեղ Բարի Սամարացու արագը ես կարդացի ու խոսում էի այդ մասին, որ ընդեղ այդ մասին է խոսքը, որ մենք բարիք գործենք եւ այլն եւ այլն։ Կարծում եմ բոլորդ գիտեք, չփանանք, չկարտանք, այդ մասին չի խոսքը։ Երբ որ ես այդպես բացադրեցի, խոսեցի, ասեցի, ինչքան որ Աստված իմաստություն ա տվել եւ այլն, մեկ էլ որ վերջացավ պաշտամունքը, մի երիտասարդ մոտեցավ ինձ եւ ինձ ասում է. շատ լավ բացադրեցիր, թե ինչպիսին պետքա լինի բարիք, ինչպիսին պետքա լինի մարդը, որ մարդը պիտի բարիք գործի եւ այլն, շատ լավ բացադրեցիր։ Հենա ես կարիքի մեջ եմ, դե օգնի ինձ ասում է։ Այդ երևույթը կա։ Գիտեք, սիրելի եղբայրներ, քույրեր, մենք չպետք է ոնց ասեմ, հա? Չարաշահենք կամ Չէ, մի րոպե, ես ես միտք եմ ուզում ասել։ Մենք չպետք է աշխարհի ծրագրերով բարիք գործենք սկզբունքներով։ կամ իրանց որոշվածությամբ բարիք գործենք։ Սա առաջին, երկրորդը ես իրան այսպես պատասխանեցի։ Ասում եմ դու ուշադիր լսեցիր արագը։ Ասում եմ շատ։ Ասում եմ արագը ինչպես ժողովուրդը ինչ կցուցանե։ Ինչ կցուցանե։ Արագը մեզ ինչ է սովորեցնում, որ մենք ում նմանվենք։ Որ մենք նմանվենք Բարի Սամարացուն։ Այստեղ երկու կարծիք չի կարող լինել, բայց դու արագից ինչ դեր ես քեզ վերցրել։ Դու վերցրել ես դեր, ով որ Երուսաղեմից Երիկով էր գնում, ով որ ընկավ ռազմավարների ցերը, ով որ ծեց կերավ եւ այլն, հա։ Դու արագից նայե քեզ ինչ ես վերցրել, ինչ դաս ես վերցրել, որ ես ինչ լավ է, գեցի թող ինձ ծեծեն, թող ես արուն լվա հանգածելնեմ, հա մենակ ինձ մի բան տան։ Սիրելի եղբայրներ, քույրեր, մեզ պետքա գիտես, ես այսօր առավոտ նայեցի, չեմ հիշում տեղը ուղղակի, որ ասում է ռուսերեն ասում է благотворительности, рассудительность, հայերեն ես նայեցի, այդպես չէ, առաքինություն, չգիտեմ ինչի մեջ, առաքինություն, ես միտքն եմ ուզում ասել։ Հա, իմացա, Պետրոսի նամակի մեջ է հիմա ես գտնեմ, այո, հա։ Բայց ռուսերենի մեջ շատ հետաքրքիր է, որ բարիք գործենք իմաստնությամբ, այդ միտքն է ռուսերենի մեջ։ Առաքինություն ով է գիտություն։ Լավ չի հասկացում ինչ առաքինություն, գիտություն, բայց եթե ռուսերեն կարծած է благотворительности, բարիք գործելիս, рассудительности։ Առաքինությունը հենց բարիք գործելու հետ բանը։ Ուզում եմ ասել դեռ ավելի պարզ է, էլի, ասենք рассудительность, այսինքն խորելով, մտածելով, խելքով, եթե մենք բարեգործ ենք, դա չի նշանակում, որ մեր դռների մոտը պետքա հեշտ լինի ամեն առավոտ, որ մեր ունեցած, չունեցած, մեր իմաստնությունով, այո, իմաստնությունով պետք է այս ամեն ինչը լինի։ Երկրորդ Պետրոս առաջի գլխի մեջ։ Այո։ Երկրորդ Պետրոս առաջի գլուխ ես գրել եմ добродетель, рассудительность։ Այո։ Ես հիշում եմ, որ լինում է, որ եկեղեցում նոր տարվա այսպիսի ժամանակներ մոտերը, Զադիգի ժամանակ, միշտ չէ, բայց լինում են դենց առիթներ, որ մենք հնարավորություն ենք ունենում ինչ-որ մտերքների բաժանել մարդկանց եւ այլն։ Եվ մի անգամ եկեղեցում այդպիսի վիճակ էր, ու 3 թե 4 տոբրակներ մնացել էին, չգիտեինք ում դա ենք էլի, ասենք բան։ Ես էլ որտեղ էստեղ ապրում եմ, 2 մակրողներ կան, որ միշտ մակրում են բան են անում, ես էլ դուրս ես եմ անում, բարևում եմ իրանց եւ այլն։ Ասի երկու հատ տամ այդ մակրողներին տեղած։ Եվ երբ որ ես տվեցի երկուսին էլ այդ տոբրակները, այն մեկին ինձ են անում։ Բայց գիտես, աղջիկս էլ ամուսնուց բաժանված ու սկսում է դες խեղճահարական պատմություններ պատմել ինձ էլի, չի լինի որ մի հատ էլ աղջիկս համար կամ եւ այլն։ Ասում եմ, իսկ ինչի համար չես ուզում, որ ասենք խոսքի քո տոբրակը կիսեց քո աղջիկա հետ, այն ինչ որ դու հիմա ստացար։ Դες ուշադիր նայում է ինձ, ասում եմ, քեզ ճիշտ, դու հենց 5 րոպե առաջ չգիտեիր որ այդ տոբրակը դու ունենաս, տեղեկություն չունեիր, ճիշտ է քույրիկ ջան, ասում եմ, բա հիմա որ ունեցար,
դու չես ուզում քո ունեցածիդ քո աղջիկան տաս, քո հարազատ աղջիկա։ Ու դու ուզում ես որ ուրիշները քո աղջիկա համար քո ունեցածը քեզ պահես, հա։ Ճիշտ է ուզում ես որ աղջիկատ լավ լինի, բայց քո ենքան չէ որ դու քոնը տաս քո աղջիկան։ Գիտեք սա խելագարության աստիճանի մտածելակերպ է, որ սատանան կարողացել է մեր ուղեղները սիրելիներ իրոք սպես ոնց ասեմ էլի, սպես իսկաժատը ոնց է լինում հայերեն, ես չգիտեմ։ Իսկաժենի բանան է էլի, ասենք խախտի իր ճիշտ աշխատելու ձևը։ Այդ ձևանի։ Դրա համար սիրելիներ այսպիսի իրավիճակներ են լինում, որ ծանծրույթ է գալիս, ավելի ճիշտ նույնիսկ զայրույթ է գալիս քո սրտի մեջ։ Սկսում ես զայրանալ, թե ինչի համար ես պետք է անեմ։ Ես չեմ խոսում եմ մասին, որ այո, լինում է, որ սիրելի եղբայրներ, քույրեր, դու բարություն ես անում, բայց տեղը չարություն ես ստանում, դրա փոխարեն։ Այդպես էլ է լինում։ Եվ դրա համար Սուրբ Առաքյալը մեզ հիշեցնում է, որ բարիք գործենք, չծանծրանանք։ Մենք կինո էլ ունենք, այսօր կինոների վրա ծաղրել, դժվժիկի պատմությունը շատ հետաքրքիր է, չէ։ Այո։ Նիգովոս աղա դժվժիկ աղվար էր։ Բոլորը շատ լավ գիտենք այդ պատմությունը, որ ժողովրդի մեջ էլ մտել է, որ մեկը որ մի քիչ իր արածը շատ է թափահարում, շատ է փոխը չստում։ Ամեն անգամ տենում է, չէ, ինչ որ մեկի համեղել այն դժվժիկը, չէ։ Նույնիսկ հայացքա գցում, ես արեցի, տեսա, դու հիմա ինչ ես պատասխանում։ Դա կա։ Այո, դա այդպես է սիրելիներ, բայց մենք ստեղծված ենք նրա պատկերով, Աստծո պատկերով ենք ստեղծված եւ միայն Աստված է բարի կերված է։ Ոչ մի բան մեզ Աստծուն ավելի շատ չի նմանեցնում, որքան բարեգործություն։ Միանշանակ։ Ոչ մի բան սիրելիներ, թե աղոթենք, թե քարոզենք, թե ուրիշ լավ առաքինի գործեր գործենք, ոչ մի բան մեզ այդպես չի նմանեցնի Աստծուն, ինչպես բարի գործերը սիրելիներ։ Մի բան էլ հիշեցի, եթե կարելի է Գարիկ եղբայր, գործ կարաքելոցի մեջ է, որ առաքյանել, կարծեմ, եթե չեմ սխալվում, Պետրոսն է, որ Հիսուսի ասածներից մեջ բերում անում եւ ասում է, եւ Տերն էլ ասեց, որ տալը լավ է, քան առնելը։ Այո։ Լավ, ավելի լավ է։ Որը ինչն է լավ, ինչն է մեզ ուրախացնում, ընդհանրապես, ինչպես դու ասացիր, երբ որ տալիս ես սրտանց մի բան, ինչ որ մեկին, թեկուզ պատասխան չես տան, բայց եթե ներսդ ուրախություն չկա, անպայման մի օր կձանձրանաս։ Ամեն։ Չէ՞։ Հիշում եք, որ ես գեցի բացեմ այդ տեղը, 4-րդ գլխի մեջ է գրված, հիշում եք, որ երբ որ Կայենն ու Հաբելը բերեցին իրենց պատարակները Աստծուն, իրենց զոհաբերությունները բերեցին Աստծուն, բոլորս հիշում ենք, որ ավելի զոհաբերության Աստված հավանեց, բայց Կայենին չհավանեց, եւ Կայենը այնտեղ խռովեց մի տեսակ։ Եվ այնտեղ այսպիսի խոսքեր կա, կարդում եմ, բայց Կայենին եւ նրան ձայն մտիկ չարեց Աստված, եւ Կայենը շատ բարգացավ եւ երեսը կախեց։ Եվ խնդրում եմ ուշադիր լսեք, ինչ է ասում Տերը։ Եվ Տերը Կայենին ասեց. Ինչու ես բարգացել, ինչու ես երեսդ կախել, չէ որ եթե բարի լինես կբարձրանա, բայց եթե բարի չլինիս, մեղքը դրան մոտ բարգած է եւ նա քեզ փապագում է եւ այլն։ Այստեղ ինչ միտք կա սիրելիներ, ասում է, երբ ինչի ես գիտում ռուտդ կախել, ինչի է այսօրվա մեր քրիստոնեական ժողովուրդը ես մենք շատերս մրուտներս կախման են գալիս, շրթունքներս կախած ման են գալիս, բաճարը սիրելիներ, երբ մենք չենք անում այն, ինչի համար որ մենք ստեղծված ենք, կարտացինք, որ մենք ստեղծված ենք բարիք գործելու համար, չենք կարող մենք ուրախ լինել։ Աշխարհահռչակ քարոզիչ Չարլզ Կադոն Սպերժենը, որին շատ սիրում եմ եւ նույնիսկ ինչ որ տեղի ուսուցիչն եմ համարում, շատ եմ իրան իսկ բաներ սովորել եւ այլն, ինք ասում է, ուզում ես լինել ուրախ քրիստոնյա, հարցատալիս քեզ, ծառայիր Աստծուն։ Այսինքն բարիք գործիր։ Դա էլ է ծառայություն։ Ուզում ես քեզ համար ասում, ուզում ես ուրախ քրիստոնյա լինես, ուզում ես ցնծասիր դա։ Տերն ասում, Կայենին ասում է, եթե բարիք ես գործում, միթե գլուխդ վերջ ես բարձրացնում,
Այդպես չենք մենք, դպրոց էինք գնում, երբ որ դպրոցում լավ գնահատական էինք ստանում, ես հիշում եմ ես վազելով էի տուն գալիս, որ ժամը չէի հասնում, որ հայրիկս պիտի կար ճաշելու տունը, որ ես իրան բռնցնեի ու օրագիրս ասեի, հատես ես ինչ եմ ստացել, և լինում էր հագարակը, երբ որ ես դպրոցում չարություն էի անում կամ վատ գնահատական էի ստանում, Փախնում ենք, պապա, ես չէի կարող լավ տրամադրություն ունենալ, չէի Թաքնվում ենք, կարող, այո, թաքնվում ենք, Աստծուց ենք թաքնվում, հորերից ենք թաքնվում, սա մեր էությունն է, սիրելիներ, մենք այդպես ստեղծված ենք, երբ որ մենք ճիշտ ենք անում, երբ որ մենք բարի ենք անում, մեր սիրտը ցնծում է, սիրելիներ, մենք ուրախ քրիստոնյաներ կլինենք, գրված է ուրախ եղեք, դարձյալ ասում եմ ձեզ, ուրախ եղեք տերումը, ինչպես ուրախ լինենք, ռեցեպտը սիրելիներ, դա է, դեղատոմսը դա է, որ երբ մենք փորձեք, տեսեք, չեմ կարծում որ մեր մեջ կա մեկը որ կյանքում բարիք չի կորզել, այդպիսի մարդ գոյություն չունի, Միշտ առիթ ունենք անելու, միշտ էլ առիթ ունենք եւ եղել են դեպքեր, հիմա կեղծ համեստություն չանենք, թե մենք երբեք բարիք չենք կորզել, բայց այո, ցնծում է մեր սիրտը, այո, ուրախանում է մեր սիրտը, եւ որ մենք բարիք ենք կորզել։ Այսինքն Գառնիկ եղբայր բարիք, բայց ճիշտ հոգուց։ Սա է շատ կա, ճիշտ։ Եթե ես Աստծո հոգին ունեմ, հասկանում ես, եթե ես իրոք դրանի ճիշտ հոգի չկա աշխարհի տակ, եթե ես Աստծո հոգին ունեմ, ինքը ինձ կառաջնորդի եղբայր ջան, ինքը ինձ կասի, ես նորից եմ ասում, դա չի նշանակում, եթե մենք բարիք ենք գործում, կամ մարդիկ մեզ իրանց խորամանքսեով ասում են, այս եղբայրը բարեգործ է, հա? Բարեգործ է, մոտել ասում են, դու էլ հալվում ես, հուզվում ես ու սկսում են քեզ օգտագործել այնպես ինչպես իրենք են։ Չէ, այդ մասին չի խոսքը, որ կարծացինք, որ բարիք գործենք իմաստնությամբ։ Դու կտաս մի Խնդրեմ, եղբայր, Հիսուսը շատ հետաքրքիր բան ասում է, երբ որ աջ ձեռքդ տալիս է, թող ձախը չիմանա ինչ անում։ Սա նրա մասին չի, որ թաքուն ես անում։ Նաև այո, դա էլ է դրա մեջ մտնում, բայց մի հատ հետաքրքիր բան կա։ Երբ որ տալիս ես, բաժին մի մտի դրա հետ, դա Տիրոջից է։ Այսինքն ամբողջ այդ փառքը, այս ձախդ մի խառնի, քո մարդկայինը մի խառնի դրա մեջ։ Մի ասա, որ ես տվեցի, եւ փող մի հնչեցնի, այո։ Այսինքն փառքը մի սպասի, որովհետեւ երբ որ դու փառք ես սպասում, անպայման ձանձրանալու ես մի օր։ Բայց եթե այդ փառքերը ուղարկում ես Տիրոջը, չես խառնում քո մարդկայինը դրա մեջ, բաժին չես մտնում, 50 չես մտնում։ Այո։ Կամ բարի գործում ես։ Սա շատ կարևոր է։ Դրա պատասխան սպասում ես այդ նույն օբյեկտից, որտեղ որ դու բարիք ես գործել։ Այդտեղ է քո ցանտրույթը։ Այդտեղ ձախը խառնել ես։ Բայց երբ որ դու ամեն բան երկնքից ես սպասում, քու բոլոր գործերը երկնքի հետ է։ Տերն է արել ես։ Ամեն քո դոկովորները քո ես փոխանցողի դեր եմ տանում այստեղ։ Դու ով ես որ այո դու ինչ ունես դու մերկ ես ծնվել քո մորից։ Այդ նույն բանն է որ փոստալյոնը եթե ասենք մի հատ պասիլկա բերի մեր տուն սկսի պարզենալ թե հա բայց պասիլկը ինձ հայց եկա մի աղջիկացը հասկանում ես բայց ես բերեցի հասկանում ես նույն բանն է ոչ մի տարբերություն բայց դու ինչ ունես ես ինչ ունեմ ես ինչ եմ ստեղծել կյանքում ոչ մի բան ես ընդամենը մերկ ծնվել եմ իմ մորից բայց եթե Աստված կամեցել է որ այդ փոստատարի նման ես գիրկը տանեմ տամեն մյուսին ասեմ փառք ես Տեր, որ այսքան մարդու ինձ ես օգտագործում։ Եվ եթե մենք այս հոգին ունենանք, ոնց որ Աբրահամ եղբայրը ասեց, չենք ձանձրանա։ Հաստատ։ Այդ ձանձրույթը գալիս է նրանից, որ բարձ ասենք, եւ ինչից է գալիս։ Այ մարդ դու իրան տալիս ես, ինքը քեզ ընդհանրապես չի ուզում որ ասենք խոսքի քու կողմը նայի, չի ուզում քեզ չի գնահատում այդ ամեն ինչը, եւ դա քեզ սպանում է, եւ դա քեզ ձանձրացնում է այդ բանը։ Ինչի՞, որովհետեւ սխալ դիրքի մեջ ես դու սխալ հոգուց ես չեմ ասում ինքը լավ անում որ քեզ չի գնահատում մի բան հիշեցի ուրեմն Ուկրաինայում որ ապրում ենք մի երիտասարդ կար Կիևից էր ինքը բանդուրա դենց գործիկ ունեն ու լավ ծանույններ են դենց բամբ երկու մեր գալիս էր եկեղեցի Լարային հա բանդուրա են ասում այդպես բալալայկայի մեծ տեսակ պես գետնի դրած է նավակում ինչի դեցին բան ու շատ իրան ծևով լավ երկում էր էլ եսի գալիս էր այդտեղ հյուրանոցում էր մնում էժան հյուրանոց կար էլի այդ շուկայի աշխատողներն էին մնում դեր ամենալավ սենյակը 6-7 տեղանոց էր կազարմի նման էլի այդպեսի տեղ էր մնում համել ասում այնտեղ ինքը ավետարանչություն էր անում ասենք այդ ովքեր որտեղ քնում էին բանես կոմիկում անունն էլ Սլավիկ էր
ու միշտ պատմում ծիծաղում էին մարդիկ, բայց դրա մեջ կա այն ինչի մասին որ մենք այսօր խոսում ենք։ Որ ամեն կիրակի երբ որ պաշտամունքը վերջանում էր, քանի որ ինքը տեղացի չէր, եկեղեցու ընտանիքներից մեկը հրավիրում էր պաշտամունքից հետո իրան հաց ուտելու իրանց տուն։ Տանում էին իրանց տուն Սլավիկին հաց ուտելու։ Մի օր ես էի տանում, մի օր դու էիր տանում, մի օր մի հատ տատիկ ու պապիկ ձեր կան, որ հրավիրել են իրանց տուն, մեծ գիդա էլի 75 տարեկան, ամուսինն էլ 80 տարեկան, Սլավիկին հրավիրել են իրանց տուն, որ պաշտամունքից հետո հաց ուտի։ Գնացել են, հացը կերել են, վերջացրել են, հիմա Սլավիկը ասում է, իրանց լեզվով էլ ասում է, շնորհակալ եմ, այդ հետո, ես կինն էլ հավատացյալ կին է, ասում է, տիրոջը փառք տղա ջան, էլի մեր լեզվով հետ ասում է, բա դու մտածում էի քեզնից եմ շնորհակալ։ Այսպես էլ պետք չի սիրել։ Ճիշտ է, շատ հոգևոր երանգ ենք տալու։ Մի ցնդաբանություն ասա, էլի բա դու շնորհակալ չես այդ տատիկից որ այդ հասակին քեզ սեղան դրեց, հանեց, ասում դու կարդում ես դե քեզնից, բա իհարկե ասում եմ ես շնորհակալ։ Չոր շատ լավ է սա։ Սիրելիներ, ինչ լավ է, երբ հավատացյալ մարդը իմաստուն է։ Ինչ լավ է, ինչքան է լավ։ Հասկանում եք, սա այնպես չի որ դի քրես տնես կրբանը նայես, այս դեպքում ես ոնց վարվեմ, այն դեպքում ոնց վարվեմ։ Սա է նրբանկատություն։ Իմաստնություն ունենք սիրելիներ, թե բարիք գործելու, թե մնացած բոլոր գործերի մեջ, սա շատ կարևոր հարց է սիրելիներ։ Բարիք գործենք, չծանծրանանք։ Այդպիսի միտք Պողոս Արաքյալը մեզ հիշեցնում է։ Եվ թող Աստված օրհնի մեզ, թանկագին եղբայրներ, քույրեր, որ մենք դա բարիք գործելը դա ավետարանչություն է գործով արդեն։ Դա էլ է խոսող։ Այո։ Ինքը խոսք է, իհարկե կա ամեն ինչի աղավաղված ձևը կա։ Օրինակ տեսեք, ասենք լինում է որ եկեղեցին այնքան է տարվում այդ մթերքներով, այդ չգիտեմ էլի այստեղից վերցնենք, ստեղ բաժնենք, ստեղ տանք, որովհետև դրա մեջ հնարավոր է եւ ինչ որ շահ ունենալ, ինչ որ բան ունենալ, ծուր նստենք շիտակ խոսենք։ Մենք գիտենք ինչի մասին ենք խոսում, որ արդեն սկսում է բարեգործություն կոչվածը ավետարանչությունից առաջ անցնել արդեն։ Սա էլ սխալ է։ Սա էլ ճիշտ չէ սիրելիներ։ Այսինքն մեր նպատակը չէ, որ մենք մարդկանց ոնց ասեմ, էլի կարողանանք մթերք տալ, սա լինի մեր նպատակը, ուտելիք տանք մարդկանց, չէ սիրելիներ։ Մեր նպատակն է, որ այս ամենը այնպիսի իմաստությամբ կատարվի, որ մարդիկ Աստծուն տեսնեն դրա մեջ։ Միանշանակ։ Որ մարդիկ Աստծուն տեսնեն դրա մեջ։ Ամեն։ Երբ որ դու ինչ որ բարի գործեր ես անում, ինչ որ այդպիսի իրավիճակների մեջ ես լինում, ինչպես սկզբից ասացի, շատ ձանձրալի եւ նույնիսկ զզվելի կարող եմ ասել մոմենտներ են լինում, երբ որ մարդիկ արդեն քեզ դրա համար ման են գալիս։ Հիշում եք, որ մի անգամ Հիսուսին եկան եւ շատ Ուրս քեզ են փնտրում կորել ես չկա։ Ուզում են թակավոր դրենք։ Եղբայրջան, ես որտեղ ես դու չկա։ Ինչ ասես դերը։ Ասես դուք ինձ փնտրում եք, որովհետև այն օրը կերակ կշտացակ, այդ այն օրն էր, երբ որ 4000-ի թե 5000-ի կերակրեցին, չէ, եւ այլն։ Եվ ինչ, եւ արդեն ման են գալիս իրան, ման չեն գալիս, որբիսի իրանց հոգիները փրկվի, դրա համար ման չեն գալիս, դրա հավատքն էլ չունեն, դրա հավատքն էլ չունեն, հա, ման չեն ման գալիս, դեր ասեց ինչ, որովհետև այն օրը դուք կերակ կշտացակ։ Հացի խնդիր է լուծել։ Հա, եւ եկակ այդպես լինում է եւ մենք շատ ենք տեսել սիրելիներ, եկեղեցիներում մենք այդպիսի մարդկանց հանդիպում լինում է եւ պատճառը սիրելիներ, եկեք այդ մարդկանց մեջ չփնտրենք։ Չնայած Հիսուսը որ Տերն էր ամեն ինչի, իրան էլ մանեկան, այլ նրա մեջ որ մենք կարողանանք իմաստնությամբ անել ամեն բան։ Իմաստնությամբ, որ իրոք Տերը փառավորվի, ինչպես որ Հովհաննես Մկրտիչը ասեց, որ մենք պետք է փոքրանանք, որ նա մեծանա։ Ես այս ամեն ինչի մեջ գիտես ինչ սովորեցի Գարնիկ եղբայր, որ բարի գործը մեր բարի գործը եւ ձանձրույթը
ցույց է տալիս, եթե ձանձրացել ենք բարի գործ գործելուց, ցույց է տալի, որ եթե անգամ ես բարի գործ եմ արել, բայց ձանձրացել եմ, նշանակում է ձախս խառնել եմ աչքեր, նշանակում է մարդ կորեն Այո, ինչ որ բան չէ, ակնկալիքս քո չի, մեջ, այն որ դիմացիները քո արդարացվել։ ծանրույթի հարցում մեղք ունեն, դա ճիշտ է, այդպես է, բայց դու քո մեղքը պիտի մանկաս, քո սխալը պիտի մանկաս, թե ես ինչը այնպես չեմ անում, Ինչի պիտի ես ձանձրանամ, ինչի պիտի ուրախություն չպատճառի հիասթափվում եմ ես, ծանրույթ ես դեց եմ հասկանում, հիասթափվում եմ ես, նայում եմ արդեն փոխանակ, ինչպես որ կարտացինք, բարի գործենք, որ ուրախ լինենք, երբ ու Տերը ասեց Կայենին, եթե բարին գործում ես, մի դե գլուխդ վերև չես անում, մենք բարիք ենք գործում ու տխրում ենք, ուրեմն քո ասածը ճիշտ է, ուրեմն ինչ որ բան մենք սխալ ենք արել, Չի աշխատում հոգևոր տեսանելի կողմից կարծես թե ճիշտ է, վերցրել տվել ենք այս մարդուն, այս բարի բանը, հա, բայց բան չի ուրախ չենք։ Բան չենք ճղայնացած։ Շատ զորավոր է։ Որովհետև Տերն ասեց, երբ որ բարիք ես գործում, մի տե չես ուրախանում։ Ուրեմն սխալ ենք արել։ Մեր սխալը գտնենք եւ այն ժամանակ կտեսնենք սիրելիներ։ Երեք ասի որ Թիֆլիսում էինք, այնտեղ մի բան հիշեցի, հիմա ցեզել եմ ուզում ասել։ Ուրեմն մի անգամ գնացքով տեղ եմ գնում։ Ելել եմ դեռ տամբուր կանգնել եմ լուսամուտից դուրս եմ նայում, գնացքի իր համար գնում եմ։ Նկատեցի որ մի պաբիկ նույնպես տամբուրում կանգնած է, իր մի տարուկիսկան պես երեխա է կրգում տղա։ Որպես կանգնած իրանք էլ լուսամուտից դուրս են նայում, այս երեխեն իր պաբիկի գիրկը նստած։ Ապրամ եղբայր, ինչ կան որ ուժ ունի, անեցա խփում երեսին, այդ խեղճ մարդու, հասկացար։ Դեցի բան չեմ ասում, որ ոչ միտեղ չի լինում, շատ ենք տեսել դες բան, երեխա է, էլի ասենք։ Անեցա խփում, ինչ կան որ ուժ ունի, էլիս են քու, այս կողմից, այն կողմից, գլխունա խփում, այս խեղճ մարդ։ Ինքը քանի խփում է։ Այս մարդը ավելի ուժեղ սպես դնում է սրտին ու համբուրում է այդ երեխուն, հասկանում ես։ Ես ես նայում եմ եղբայր ջան ու ես ոնց ասեմ էլի, ես սկսում եմ քիչ թե շատ հասկանալ Աստծուն։ Այո։ Այ եկեք այ իմ պատմած այդ էսել երեք ոնց որ սովորական մի կենցաղային դրվագ եմ ես ասում, հա, բայց եկեք հասկանանք։ Այդ ոնց է լինում որ այնի ինչքան որ ուժ ունի խփում է իրան։ Էսել ինչքան որ ուժ ունի իր կրծքին ասում ու համբուրում է իրան։ Ինչու՞մն է գաղտնիքը։ Գաղտնիքը սիրո մեջ է սիրելիներ։ Եվ հիշում եք, կարծում եմ թե բոլորս հիշում ենք այդ աղոթքը Հիսուսի, երբ որ խաչում էին իրան, իր խաչողների համար Տեր աղոթեց, այսպես ասեց, հայր ներիր նրանց, բացատրեց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում։ Սա ներելու ամենամեծ ռեցեպտն է սիրելիներ, որովհետև մենք կարողանանք ներել, մենք պետք է հասկանանք, որ դիմացինը որը որ սխալ է անում, որը որ քո բարությունը սխալ է ընդունում, որը քո բարությունը ընդունում է եւ սկսում է քեզ մանկալ, որպեսզի ել ինչ կարա քեզից վերցնի։ Պիտի կարողանանք ներել, որովհետեւ չգիտի ինչ է անում։ Այդ ես այդ իմ պատմած փոքրիկ դրվագի մեջ տեսնում եմ մեր երկնավոր հորը եւ մեզ նայել է մեզ այդտենց վարվում։ Մենք իրան մեր մեղքերով խփում ենք։ Մենք իրան մեր մեղքերով այս ցավ ենք պատճառում, բայց ինք էլի փաթաթվում ու համբուրում է մեզ։ Սա սիրո մեջ դրսևորում, այո։ Քիչ է եղել քո կյանքում, քիչ է եղել իմ կյանքում, ինձ շատ է եղել, որ ես այնպիսի սխալ, այնպիսի մեղավոր բաներ եմ արել, որ սպասել եմ, թե հեսա ինձ կդոր անելու Աստված։ Բայց մեկ էլ մի հատ այնպիսի ողորմություն է ինձ ուղարկել Աստված դրա փոխարեն, որ այդ իմ բերած օրինակը պաբիկի, հենց այդ տեսակ է եղել սիրելիներ։ Մենք Աստծո պատկերով ենք ստեղծված եւ կարծում եմ եւ մեր լսողների մեջ էլ կան պաբիկներ, տատիկներ, որոնք որ այդ ապտակների աստորնիկներից ստացել են, բայց ավելի շատ սիրել են, ավելի շատ համբուրել են, համբույրով են պատասխանել այդ ամեն ինչին։ Կարեն եղբայր հոգևոր հայրեր, մենք գիտենք որ ավետարանական խոսք է սա, հայր, որը հասուն հոգևոր մարդու կերպար է եւ այդ նաեւ ուզում եմ էս էլ կապել սրա հետ որ երբ որ մենք սկսում ենք տալ դա հասունության նշան է այսինքն հասունը երեխան տալ չի սիրում
իր բնույթի մեջ դեռ ադամական բանը իր հետ աճում է, նա ավելի էգոիստ է, նա վերցնող տեսակ է, բայց նորմալ է։ Չնայած կան երեխաներ, որը կան այդպես Այո, երեխաներ։ ընդհանուր առմամբ կան, չեմ ասում, չէ, բայց երեխու մեջ դրսևորվում է այդ էգոիզմը, որ նորմալ է, այսինքն հասկանում են, որ երեխա ինքը երբեմն ասենք երկու հատ ունի, մեկը չի սիրում տալ, հա, այդ էգոիզմը նորմալ է դա, բայց երբ որ հասունանում ես, այ հարցս այսպես եմ ուզում ուղղեմ, տալ առանց ձանձրանալու եւ ուրախություն է քո համար տալը, որովհետեւ հայրը երբ որ տալիս է էգոիստ զավակին, միևնույնն է ուրախ է ինքը, այսինքն տալը ուրախ տալը դա հասունության նշան է։ Ինձ շատ դուր եկավ քո ասածը, որ երբ որ դու տալիս ես եւ տեսնում ես, որ ուրախության փոխարեն նույնիսկ զայրույթ կա քո մեջ, հա? Ուրեմն դու այդ գործի մեջ սխալ ես արել, սխալ ես տվել, լավ չես տվել, լավ չտալը ես նկատի չունեմ ֆիզիկապես ծերը չես տվել կամ դեմը չես տվել, նկատի ունեմ քո հոգու դրությունը, տալու դրությունը, հա, երբ որ ես եւ դու, ինչպես որ դու ասացիր, թող այդ ծերը չիմանա ինչ անում ցախ ծերքը, այդ մյուս կողմից էլ պետք է ասենք, որ հասկանում եք, դու ընդամենը փոստատար ես, դու ընդամենը տերը տվել ես, դու տարը տվել ես իրան, շնորհակալ է, Աստծո շնորհակալ, դու դեղ պրիչում, դու դեղ ով ես, դու ինչ ես նեղանում, դու նեղանում ես, որովհետև դու քեզ ես վերագրում այդ ամեն ինչը, դու կարծում ես, որ դու տվեցիր, քո ցերկով տրվեց, դրա համար ես նեղանում, եթե մենք կարողանանք սիրելիներ, մեր անձը այդպես դաստիարակենք, կարողանանք, ես ոչ չեմ ասում դե դիմացինները, որ անշնորհակալ են, լավ են անում, որ անշնորհակալ են, չէ, թողեն էլ իր մասին մտածի, բայց դու եթե բարեգործ կամ բարիքի մեջ ես ուզում ես Աստծո գործը կատարել, սիրելի եղբայր, սիրելի քույր, քեզ դաստիարակի այդպես, եւ կտեսնես, որ ոչ մի ցավ չես ունենա, թե մեկը շնորհակալ է, թե մեկը անշնորհակալ է, դու Աստծուց սպասի ամեն ինչը, եւ հետո գիտեցիր, որ ինչ որ տալիս ես, դու չես տալիս ախր, դու ինչ ունես որ տաս, ես ինչ ունեմ որ տա։ Գարնիկ եղբայր, սա համարվում է հոգևոր իմաստով հասունություն։ Իհարկե։ Արդեն հասակ ես արել։ Դու մասնակից ես Աստծո ծրագրին։ Դու այս դեպքում արդեն դառնում ես առաքում ես, առաքինություն կա։ Առաքինի բառը շատ գեղեցիկ բառ է։ Առաքինի նշանակում է առաքել, փոխանցել այդ իմաստով, իմաստությամբ փոխանցել, շնորհքը փոխանցել, Աստծո ողորմությունը փոխանցել, Աստծո սերը փոխանցել, անդրադարձնել Աստծո սերը, հենց սա հասունության մասին է խոսում։ Ես սկզբից որ ասեցի, որ եթե բարիք գործելը մենակ տալն է, այդպեսի միտք ասեցի, հա, որ մենակ հարուստները կարող են բարիք գործ լինել, բայց այնտեղ կարծեմ թե ներսե շնորհալին է ասում, սահմանում է տալիս, թե ինչ է նշանակում բարեգործ լինել։ Շատ հետաքրքիր սահմանում է, ասում է, բարեգործությունը այլոց թշվառությունների համար ինքնակամ տրտմություն է։ Վաու։ Այսինքն, ես անցնում եմ մեկի կողքով եւ տեսնում եմ, որ թշվառություն կա այնտեղ։ Ոչինչ չունեմ տալու։ Ոչ մի բան, բայց ցավ ունեմ սրտիս մեջ։ Դա բարեգործ է։ Այսինքն, եթե ունենար, եթե հնարավորություն ունենար, ապա անպայման այդ հարցը կլուծեր։ Ասում է, այլոց նեղությունների, բառերը ճիշտ չեմ հիշում, բայց միտքը այդպես է թշվառությունների համար կամավոր տրտմություն է, երբ որ դու տրտմում ես, հանգիստ չես նրանց չես կարող դու մի բան պիտի գտնես, որ իրանց տանես, մտքից չի ելնում, քունը չի տանում, բերանը չի բացում, որ հաց ունես, երբ որ տեսնում ես, որ այն երեխեն սոված էր ախր, այն խեղճկնիկը չգիտեր ինչ չունեց ինչ անես, հա, երբ որ դու տրտմում ես դու արդեն բարեգործ ես, արդեն դու ճամփի վրա ես, այո, որովհետեւ քեզ ստիպելիոր անպայման որպեսզի դու այդ վիճակից դուրս գաս, եւ երբ որ Ետ քո հարցը դառնում ես, թե շնորհակալ կլինի, թե շնորհակալ չլինի, դու կուրախանաս նրանով, որ այն սոված երեխեն կերակրվեց, թեկուզ եւ անշնորհակալ, բայց կերակրվեց։ Եվ քու տրտմությունդ կասնի, կփոխվի ուրախության։ Ամեն։ Սա սուրբ Հիսուսի համար էլ ասացին մեղավորների եւ մաքսավորների բարեկամ։ Այո։
Ինքը գնում էր իրանց կողքը, ինքը ուր որ գնում էր այնտեղ հնարավոր չէր ինչ որ մի բան չաներ, ինչ որ մխիթ հարություն, ինչ որ ժեստ, սիրո ժեստ, որը չէին անում փարիսեցիները, որոնք խոսքի, այսինքն մասնագետ էին։ Մեզ նման էլի։ Մեր նման չէ։ Ես գիտես ինչ եմ, մի բան ասեմ, շատ դիպուկ այսօր զրույցի մեջ, նայ, այսօր շատ են քարոզները, ու մի տեսակ ինձ համար զարմանալի է, օրինակ հարց եմ ունեցել իմ մեջ, ինչ են այդքան շատ քարոզները, ինչ որ բան նորմալ չի, թույլ տվեք մի հատ խորանանք էլի, Facebook-ով կլսես, Այս մեր ծրագրերից շատ տեսակ մենք ենք YouTube-ով կլսես, եկեղեցիներում կլսես, ամեն օր կլսես, ամեն ժամ կլսես, ամեն տեսակ կլսես քարոզ, հազարավոր, ինչ են այդքան շատ, գիտես ինչ եմ նկատել, սերն է պակասել, երբ որ սերը պակասում է, քարոզները շատանում են, Եթե սերը շատանա, քարոզները կքչանան, եթե կա սեր, ում քարոզ ես, եղբայրս, չէ՞։ Այդ շատ Ես ոչ մի բանի ծայրահեղությունը լավ չէ։ Առանց ջրի ու առանց կրակի կյանք չկա։ Բայց եւ ջուրը եւ կրակը, երբ որ հսկողությունից դուրս եկան, այնպիսի վնասներ կարող են պատճառել։ Այնպիսի վնասներ կարող են պատճառել, որ այդպես էլ թե քարոզելը, թե մնացածը ամեն բան պետք է լինի պատշաճության մեջ սիրելիներ։ Մարդը ասում է ծառան եմ, այդ հրշեջ մեքենան բերում ենք, շլանգը միացնենք, այդ նապորը ջրի դեմ ենք տալի, ասում ենք դեպի պատեպած սպանում ենք, մարդուն ծմենք։ Ճիշտ է, դա ճիշտ է։ Դրա համար էլ ամեն ինչը ժամանակ կա, չէ, ժամանակ են չափի մասին ասում է, ժամանակ կա, այսպես ժամանակ կա այնպես եւ այլն։ Իմ լուսահոգի հայրս մեկ-մեկ որ այդ մասին կարդում էինք իրար հետ, դե ինքն էլ էր ապաշխարել արդեն, սիրում էինք իրար հետ կարդանք, խորենք, բանես կոնենքում։ Մի օր այդ կարդացինք Սողոմոնի այդ ժամանակի մասին, որ ժամանակ կա քարերը գցելու, հավաքելու եւ այլն, որ հասանք այնտեղ որ ասում է ժամանակ կա գրգախ առնվելու եւ ժամանակ կա գրգից բաց թողնելու, ասեց հայրս, ասես տես ասում է 4-5 տարի մենք իրար չէինք տեսել, իրոք ես որ այնտեղ էի, չէինք տեսել, իրանք եկան հայրիկս, մայրիկս եկան այնտեղ, ասում է եկար դու ինձի, ասում է այրոպորտում Կիևում դիմավորեցիր ինձի եւ մենք հերու տղա ասում է գրգախ առնվեցինք, գրգի մասին ժամանակ եկավ գրգախ ու Լենագանսկի ասում է խոչեն կրնա շաբաթում պես կայնինք ժամանակ կա մի շաբաթ մեզ պատրաստած կան ժամանակ ունի ինքը արդեն ծիծաղելի է դառնում նորմալ չի ամեն ինչ իր չափի մեջ է սիրում չնայած գրգախ առնվելը լավ երևույթ է դա սիրո ոնց ասեմ էլի պդուղներն են սիրո արդահայտությունն է մարդու կյանքի մեջ բայց նույնիսկ այդպիսի բաները երբ որ իրանք չափը անցած են սիրելիներ տհաճ են ու ծիծաղելի ու լավ չեն դրա համար թող Աստված մեզ օրհնի սիրելի եղբայրներ քույրեր որ մենք ես կարդացի սկզբից որ տեսնելով ձեր բարի գործերը Աստված փառավորեն Տեր ջան մենք կասենք փառքը շատ լինի քեզ փառք եմ տալիս եւ այլն պետք չի մենակ դադար խոսքերը սիրելիներ այլ պետք է այնպիսի կյանք ունենանք բարի կյանք ունենանք որ Տերը փառավորվի ձեր վարձքը գրված է հետանոցների մեջ բարի պահեցեք որ ինչ բանով որ ձեզ չարակորձների պես բամբասում են ձեր բարի գործերը տեսնելով փառավորեն Աստծուն այցելության օրը ամեն Տերը օրհնի ամենքից եղբայր ջան այս էր սրտիս մեջ Աբրահամ եղբայր ջան Թող Աստված օրհնի մեզ, ես կարծում եմ, որ ուզենանք երկարացնենք, տեղեր կարտալ, չգիտեմ օրինակներ բերել, կարելի է մինչև իրգուն այդ տեսակ բաներով զբաղվել, բայց ես կարծում եմ, թե պարզ է ինչի մասին է խոսքը, բարիք գործենք սիրելիներ, չծանձրանանք, կա ծանձրույթ բարիք գործելու մեջ, այո Եվ ինձ շատ դուր եկավ այդ միտքը Աբրահամ եղբոր ասած, ես չէի մտածել երբեք, որ այստեղ է մեր մեղավորությունը, որ այստեղ էլ մեր մեղավորությունը կարանք գտնենք, անշնորհակալ է դիմացինը, չի գնահատում քո արած բարիքը, ինչ որ եւ դու դրանից տխրում ես, այդ է քեզ ցանցրացնում։ Ցխրում ես, որովհետեւ սխալ հոգով ես տվել։ Սխալ հոգով ես արել։ Ինչի՞
Եթե դու համարեիր, որ դու ընդամենը փոստատարն ես, Աստված տվել է, դու այդ արետվել ես իրան։ Հիմա եթե իմ բերած օրինակով ասենք, թե փոստատարը իմ տղան ինձի բանը ուղարկել, հա, Բասիլկա է ուղարկել, փոստատարը ինձի բերի տվել է, տեսնում որ ես անշնորհակալ մարդ եմ, իրավունք ունի իդ վերցնելու, իրավունք ունի ասելու, դուրս տեղ Իրանը չի։ Ինքը բերողն է։ Դու էլ իրավունք չունես իդ վերցնելու։ Դու էլ չես կարող այդ բարեկը իդ վերցնել, որովհետև դու չես տվել, քո միջոցով են տվել։ Եվ վախեցիր, որ Տերը կարող է այդ պաշտոնից հանի քեզ։ Էդ էլ կա։ Եվ դրա համար թող Աստված մեզ օրհնի, որ մենք բարիք գործենք սիրելիներ եւ չձանձրանանք։ Հաճելի աշխատել Տիրոջ փոստատարը։ Կարելի է դեպքում այս խոսքը ասել։ Ամեն ինչ աշխատել Տիրոջ ծառան, որը Պողոսն ասում է, Պողոս Հիսուս Քրիստոսի ծառա, ես ռուսերենը շատ եմ սիրում, ասում է Պավել Раб Господа нашего Иисуса Христа. Раба ուրիշա, ստրուգն է ռաբը։ Մենք ծառա ենք ասում, ծառան ուրիշա, ստրուգը ուրիշա։ Ստրուգը ուրիշ։ Ստրուգը ավելի ցածր է։ Ցածր է։ Ոչ մի իրավունք չունի։ Չէ, ստրուգը սեփականություն է։ Իրի նման է, վեշի նման է։ Այո, կարան ծախեն ստրուգը, ծառային չես կարա ծախես։ Ծառային դու վարձ ես տալիս, ասում ես, էսի վերցրած տեղ տիր, էսի վերցրած տեղ տիր, գործը վերջացրա։ Փողը տալիս ես անում է։ Բայց ստրուգը սեփականություն է։ Կուզենաս կծախես եւ այլն եւ այլն։ Գարնիկ եղբայր շատ հրաշ գիտես ոնց եմ ուզում ասեմ ես սիրում եմ ընդհանրապես մեր ֆորմատը այս հաղորդման սա է որ հասկանանք խնդիրները վերլուծենք եւ գանք ճիշտ եզրակացության դրա համար մեզ պետք են ցուցիչներ չէ օրինակ մենք դու ես ավտովարում ես էլ ասենք եթե քո յուղի դաչիկը միանա ցուցիչը Դու ինչ կանես։ Դե պիտի գնամ փողողի մոտ էլ ինչ։ Միանգամից ավտոն կանջատես առաջինը, որովհետև մոտորի վնաս չտա։ Վտանգված է մոտորը, պիտի խփի, ճամփին ես մնալու։ Եվ երկրորդ բանը պետքա գնաս։ Մի հատ էլ բան կա, որ կարաս անես։ Ուղղակի 10 այդ լույսը ջարդես չերևա։ Մրճերևա, այո։ Այդ լույսը ջարդես, ցուցիչը էլ ցույց չի տալի, դու ես շատ ուրախ ես։ Որով այդ ավտոյի հերը կանի տեսնում։ Եվ առավել եւս օթանավները ինչքան ցուցիչներ ունեն։ Ամեն փոքրիկ դետալը ցուցիչ է նա ցույց է տալի աշխատում է չի աշխատում որովհետև վտանգը հենց դրան եթե քրիստոնյան չի սովորում քայլել հոգևոր ցուցիչներով սա է վտանգը ես վստահ եմ որ դու համաձայն կլինես ինձ հետ այն իմաստով որ մենք հիմա չենք դու չես սովորացնում եթե չէի տալի հիմա սկսի տալ դու դա չես սովորացնում եւ քո խոսքի մեջ հենց սա է ցուցիչն ես ցույց տալի եթե դու տխուր ես եւ տվել ես ու տխուր ես տխրել ես հա ձանձրացել ես նորմալ չի այո նորմալ չի այո եւ հետո նորից ուզում եմ ասել որ մենակ տալը չէ սիրելի եղբայրներ քույրեր ինչպես եւ օրինակներ բերեցինք որ հասարակ մի բանով դու կարող ես այնպես ուրախացնել մարդուն օրինակ մի բան էլ միտքս ընկավ որ գնում էինք Ղարաբաղում էինք եւ մանգատան հետ մենք շատ մոտ էինք, եթե մանգատնից մարդիկ կան, որ լսում են ինձ բան, բոլորին ողջունում եմ եւ աշխատողներին եւ երեխաներին եւ այլն։ Եվ իրանք որ փոքր էին, իմ վրա շատ մեծ այսպես ազդեցություն է թողել մինչեւ այսօր, նկատի ունեմ դες հուզիչ բաղ կար այնտեղ, որ մենք միշտ գնում էինք, ընկերացել էինք մանգատան հետ եւ Դե գնում բարձա որ մենք դադարքերով չէինք գնում այնտեղ մենակ մենք չէինք գնում շատ կազմակերպություններ էին գալիս այնտեղ ամեկը մանավանդացել տոների ժամանակ բան մենք չէինք մենակ եղել է որ մենք հերթ ենք կանգնել որ մեր նվերը հանձնենք փառք Տիրոջը որ մեր ժողովրդի մեջ կան այդպեսի մարդիկ ես ինձ չեմ կովում կամ այդ չեմ ասում բայց ես մի ուրիշ բան նուրբ բան եմ ուզում ցես ասել Երբ որ գալիս էինք այնտեղ օրինակի համար ասենք նոր տարվա երեխեքին տոբրակներ ենք բերել, հա, որ պիտի արժանենք բան։ Ես նկատում եմ որ այդ երեխեքը այդքան էլ կարոտ չեն այդ ուդելիքներին ու ասենք այնտեղ օրինակ ես հիշում եմ երեխեք կային որպես ես սիրում եի էլի բանցենք կովսենք որ գնում էինք այդ երեխուն ասենք ես փաթաթվում էի կամ համբուրում էի դա էր իրանց լսի հեշտ էին կանգնում ինձ կարմիր եղբայր ինձ ու սիրտս կդոր էր լինում եղբայր ջան ճիշտ բան եմ ասում քեզ հասկանում միայն որ գրկես հեշտ էին կանգնում որ դու բան անես մի հատ իրանց
կրկես մի հատ իրանց փաթաթվես դժվար ամես սիրելիներ ինչ կատարա մեջ հա մենք բարի գործելուց ենք խոսում, հա, այդ երեխեքը չունեն, հեր չունեն, մեր չունեն, հասկանում ես, բայց կարիքը ունեն, որ մեկը իրանց փաղաքշի, մեկը իրանց կրկի, մեկը իրանց սրտին տնի եւ այլն։ Սա ասում եմ նրա համար, որ սիրելիներ, ամեն քայլափոխում, փոքր, մեծ, Աստված ինձնից ու քեզնից չի ուզում, որ մենք հասկանում եք, ես ինչ գիտեմ, երկինքները վարպերենք, աստղերը վարպերենք եւ այլն, ամեն մեկս մեր չափով ամեն մեկս ինչ որ կարող ենք մի հատ ժպտալով, մի հատ այդ սիգնալ տալով գնացքի շատ դուրս գալիս էլի նկատել այդ երեխուն, որ միշտ հիվանդ անտամալույց երեխա է նայում, ասում է ամեն այդ սիգնալը տալուց այդ երեխան ցնծության մեջ է, որ այդ իր համար են սիգնալ տալիս։ Մեկը կա, որ իրան նկատել։ Դրա համար սիրելիներ, մենք էլ այդ սիգնալները տանք, երբ որ մենք տեսնում ենք այդ կարիքները։ Իմ ասած է դա։ Գառնիկ եղբայրը չգիտի ըստ երևույթի, բայց գառնիկ եղբայր մենք հենց հիմա դա ենք անում, այդ գործը սահմանամերձ գյուղեր կան, որ շատ չեն գնում եւ արդեն գումար է հավաքվել, մեր քույր եղբայրներից ոմանք գումար են ուղարկել, որպեսզի այդ սահմանամերձ գյուղերը գնանք եւ այցելենք երեխաների, որտեղ չեն գնում շատ, այսպես ասած, Եթե առիթ կլինի, ինձ կանչեք, ես մեծ սիրով կգամ կմիանամ ձեզ։ Սիրով շատ, գառնիկ եղբայր, անպայման։ Սրից չեմ ասում, Եվ այդ ակցիան ենք անում, երբեմն հիշացնում մեր քույր եղբայրներին այսօրվա թեման շատ դիպուկ է մեր գործառույթին, այնպես որ սելի քույր եղբայրներ ունենք այդ հնարավորությունը անելու այս գործը։ Փառք Տիրոջը, որոշ գումար հավաքվել է եւ ես միշտ դիմում եմ մեր քույր եղբայրներին, որ կողքներ կան գյուղեր Ինչքան գումար որ հավաքվի, այդքան ավելի շատ գյուղեր կարող ենք այցելել եւ գոնե այս տոնական օրերին ուրախացնենք եւ առավել ինչպես դուք ասացիք, նպատակը դա չի, որ ինչ որ կերակուր հասցնել, այլ կամ խաղալիք, այլ Աստծո խոսքը փոխանցել եւ այդ ճանապարհը ավարտանացություն անել։ Այնպես որ դեռ շարունակում է այդ գործը։ Ուզեցի այսպես կողքից մտնեմ, էլի։ Լավ արեցի։ Գառնիկ եղբայրս շատ լավ։ Քեզ տեղյակ կպահենք անպայման։ Սիրով, եթե տեսնենք ոնց կնի։ Փառք Տիրոջը։ Քո աղոթքով, եթե կոչում ես սիրով եւ գառնիկ եղբայր, քո աղոթքով ավարտենք։ Ուրիշ բան չունեմ ասել, բարիք գործենք, չծանծրանանք։ Աղոթենք։ Ամեն։ Մեր սիրելի հայրը, որ երկնքում ես, փառք, պատիվ, երկրպագություն Սուրբ անվանդ, որ միայն դու ես բարի, ինչպես Տերը ասեց։ Եվ դու մեզ ստեղծել ես քո նմանությամբ եւ քո պատկերով, Տեր։ Եվ իրոք Պողոս Արաքյալի նման քննելով ես իմ սիրտս տեսնում եմ, որ բարին կամենալը իմ մեջ կա։ Ամեն։ Բայց անելը չեմ գտնում։ Երբ տեսնում ես այս անշնորհակալ աշխարհը, իմ սիրտս անշնորհակալ եւ այլն, այո, գալիս է մի բան, որ ձանձրույթ է պատում քեզ։ Բայց ինչպես այսօր լսեցինք, սիրելի եղբայրներ, քույրեր, եթե մենք ճիշտ ենք տալիս, ճիշտ հոգով ենք տալիս, ճիշտ տրտապաճառով ենք տալիս, բացի ուրախությունից, որևէ ձանձրույթ չի կարող լինել մեր սրտում, մեր Տեր, Աստծո ողորմությամբ։ Ամեն։ Շնորհակալ ենք Տեր ջան, ես քաղցր պաշտամունքի համար, այս հաղորդման համար Տեր ջան, շնորհակալ ենք Աբրահամ եղբոր համար, որ նա այսպես հերոսաբար իր գործը կատարում է եւ այսպես ամեն առավոտ ինքը առիթ է տալիս, որ եղբայրները, քույրերը կիսվեն այս ճշմարտության իրենց վկայություններով սիրելի։ Սիրելիներ, թող Տերը օրհնի մեզ, որ մենք կարողանանք իրոք Աստծո ողորմությամբ, Տեր ջան, քո ողորմությամբ, այն ինչ խոսում ենք, առաջին հերթին մեր կյանքերը քննենք, թե արդյոք մենք դրա մեջ ենք, արդյոք մենք այս գործում պատերազմ չունենք մեր սրտերի մեջ, քննելով իմ սիրտս հոգիս, ես խոստովանում եմ, որ ես ունեմ պատերազմ, Տեր ջան, որ ես կարողանամ հաղթանակ ունենալ, Տեր ջան, որ բարին գործելով չծանձրանամ, որովհետև ամենամեծ ավետարանչությունը դա է, դրան են սպասում մարդիկ, այսքան շատ խոսելն էլ մի բան չէ, Տեր ջան, ամեն ինչ իր չափի մեջ թող լինի, եւ թող փառավորվի Սուրբ անունդ մեր բարի գործերում, ինչպես եւ կարտացինք, որ տեսնելով ոչ թե մեր սրբությունը, այլ մեր բարի գործերը մարդիկ պիտի փառավորեն քո Սուրբ անունդ, թող փառավորվի լույս անունդ բոլոր քո զավակների կյանքում հիմա եւ ընդմիշտ
հավերյանս ամեն։ Ամեն Տեր, փառքես Տեր։ Ես մի եղբոր Քարլս հիշեցի, այսպես էր ասում. եկեք բարիք գործենք, մեկ էլ խոսենք։ Մի քիչ էլ խոսենք։ Այսօր շատ խոսում ենք, մի քիչ բան ենք անում, չէ՞։ Այո, շնորհակալություն Գառնիկ եղբայր, Տերողնի շատ այս հրաշալի ապրամ եղբայր։ Սիրով միշտ մենք քեզ շատ ենք սիրում։ Սիրով ես։ Տերողնի քեզ զորացնի եւ հաջողված եւ պատխաբերեղի միշտ։ Եվ արիթից օգտվելով ուզում եմ բոլոր մեր լսողների գալիք նոր տարին շնորհավորել, ցանկանալ ամենայն բարիք, ինչպես այսօր լսեցինք սիրելիներ, եթե ուրախություն ենք ուզում ունենալ, ուզում ես լինել ուրախ քրիստոնյա, ծառայիր Տիրոջը, եւ ավելի լավ խոսք է Տիրոջ ասած խոսքը Կայենին, որ ասեց, ինչու ես գլուխդ կախել, ինչու ես տխուր, ու ինքն էլ պատասխանեց, բարին որ գործում ես, միթե գլուխդ վեր չես անում, դու որ մի լավ գործ ես անում, միթե գլուխդ վերև չի ելնում, այսինքն միթե չես ուրախանում, եւ հագարակը, ինչքան մարդիկ են տեսնում թանկագին եղբայրներ, քույրեր, որ ոնց են ասում էլի, հարուստ մարդիկ են, ամեն ինչ ուտեն, ժպիտի նշույլ անգամ չկա նրանց Ճիշտ ես Որ հարցնես ոնց է դարդերը կպատնի Եվ ինչքան մարդիկ ենք տեսնում որ նայում ես ցես չկա որ մարդ ես ինչ գիտեմ իր հացը իր ջուրը իր հակուստը համեստի եւ այլն բայց կողքը նստում ես ուրախությունը թափում է իրանից էլի զարմանալի է որ երբեմն հարուստ ավելի ձեր բանա ձեռնափակա քան աղքատը Դրա համար հարուստ է Դրա համար հարուստ Ես հիշում եմ մի անգամ կներեք էլի մի քիչ երկարացավ Ես հիշում եմ մի անգամ ինչ որ մի չգիտեմ ինչ կազմակերպություն մեր եկեղեցուն մի տարի ամեն ամիս $100 էր ուղարկում Ղարաբաղում Հետո ես ստեղ էի Երևանում էի եւ ինձ ասեցին որ այդ կազմակերպությունից ստեղ մարդիկ կան որ ուզում են ցեզ հետ հանդիպել բան սիրով գնացինք հանդիպանք այդ մարդկանց հետ ես այդ մարդու ասածը չեմ մոռանա մինչեւ կյանքից վերջը Ես տեսա որ մենակ մեզ չեն ուղարկում էլի ուրիշ եկեղեցիներ էլի կային եղբայրներ կային բան այնտեղ ու ինքս էսպիսի հարց տվեց ասեց եղբայրներ ջան ես ձեզ ուզում եմ հարցնեմ թե ոնց եք մտածում այդ $100 որ ձեր եկեղեցիներին ուղարկում ենք գիտեք չէ որ ասեց էդի հավատացյալների զոհաբերությունից է առաջանում դե ուրիշ որտեղից պիտի ասինքա գիտեն ասես ոնց եք մտածում այդ գումարները հիմնականում հարուստներն են տալիս թե աղքատները այս լավ հարց էր հասկացա հարցը արդեն խոսում է արդեն հարցից պատասխանը բարձ է եւ ինքն էլ պատասխանեց ասեց ասեմ ձեզ որ 95%-ը աղքատներն են տալիս դրա համար շատ զգույշ սախսեք ասեց եղբայրներ չա իրանց երեխեքի բերնից են կտրում իրանց հասկանում եք եւ դրա համար թող Աստված մեզ օրհնի սիրելիներ բարեգործ լինելը բարիք գործելը կախված չէ մեր ունեցվածքի չափից այլ կախված է մեր սրտից այո որբևայրի կնոջ մասին չէ հիշում ես որ Դու որն որ ասի դրա համար ասեցի Կարմիկա արի մնացածը թողենք իրանց ես ինձ էլ բոլորիս խորհելու տեղ տալիս շատ եթե սկսես խորել շատ ավելի հետաքրքիր կարևոր բաներ կբացահայտենք այդ կնոջը որ իջեցի չեմ կարող այդ խոսքը չասել որը երկու լումա գցես դրա համար չես ասում ինչպես ասես Տերը Տեր ասեց ինչքան սրտով գցեց ինչքան չէ Տեր ասեց այս կինը ամենքից շատ գծելու բանը քժվելու բանը շատ Տերը ինչ խնդիր ունի մաթեմատիկայի հետ Ամենադենք այդ Ես այն մաթեմատիկան ուրիշ Երբ որ դու ասում ես թե ես ինչ ունեմ որ տամ ես էլ քեզ հիշեցնում եմ թե Տերը ինչ ասեց այդ կնոջ մասին չասես թե այս կինը շատ սրտանց տվեց այս կինը ասեց չնայած ամեն ինչը ճիշտ ավելցուկ պակասուկ չեղեց ասեց այս կինը բոլորից շատ տվեց բայց մենք գիտենք որ այդ կինը ոչինչ չտվեց եթե մենք երկու լուման ոչինչ է սիրելիներ այս մասին մտածենք Ես համաձայն եմ, Կարմիկ եղբայր, Տերորդի քեզ լիքը մտածելու առիթ տվեցիր այսօր։ Փարտիրոջը, սելի քուրի եղբայրներ, շնորհակալ ենք, որ միացաք մեզ եւ առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մարանաթա, Տերը շուտով գալու է։ Ամեն։